Էդգար։ Վախեցրիր։ Կներես, մամ ջան, չէի մտածում, որ այսքան շուտ տուն կգաս։ Ինչի քնած չես։ Մտածում էի։ Գնա քներ վաղը կմտածես։ Քոնս չի տանում։ Քնա բեր խմիր։ Որտեղ էիր, մամ։ Չհասկացա։ Քեզ թվում է ես իմ արարքների համար քեզ պիտի բացատրություն տամ։ Ինչի՞ չէ, որ ես իմ արարքների համար քեզ բացատրություն տալիս եմ, չէ։ Ինձ թվում է դրա պատճառը պարզ է եւ հասկանալի։ Զարմանում եմ, որ մինչև հիմա չես հասկացել։ Հա, այն որ ես եմ քո երեխան, ոչ թե հակառակ, այդ նկատի ունես, չէ։ Դուրդ չի գալիս։ Թե կարծում ես ինչ-որ բան է փոխվել։ Իսկ դու չես նկատել, որ փոխվել է։ Եթե Հայկին նկատի ունես, հաստատ փոխվել է։ Բայց դա մեր մայր եւ որդի հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի։ Ունի, բայց դրան հետո կանդրադառնանք։ Մամ, քո պահվածքը ինձ դուր չի գալիս։ Ուրեմն, լսիր ինչ եմ ասում, իմ դիրքն ու հասակ ինձ թույլ է տալիս երբեմն ուշ տուն գալ։ Իսկ ինչ է քեզ թույլ չի տալիս, որ ասես թե որտեղից ես գալիս։ Էդգար, մի քիչ առաջ կարծեմ ասացի քեզ, մոռացար, հա? Որ պապային տուն բերենք, էլիս հենց ուշ ես տուն գալու, թե այդ ժամանակ ընդհանրապես չես գա։ Ուրեմն պապան այստեղ ոչ մի կապ չունի։ Եղավ։ Ես միշտ վարվել եմ այնպես, ինչպես ինքս եմ ցանկացել։ Միշտ չէ, բայց եղել է, որ թքած ես ունեցել ինձ վրա։ Ինչ ես ուզում ինձնից։ Կարող ես ինձ ասել, ինչ ես ուզում։ Դու ուզում ես, որ ես քեզ հաշիվ տամ, հա? Ուզում ես, որ ես քեզ հաշիվ տամ, հա, թե որտեղից եմ գալիս։ Կամ ինչի եմ դու ուշ տուն գալիս։ Ամաչում ես ասես։ Էլի մոռացար, ով է իմացած։ Չէ, չեմ մոռանում, մամ ջան։ Տոնդ փոխիր այդ հեգնական տոնդ փոխիր։ Եղավ։ Մի խոսքով չես ասում, որտեղից էիր գալիս։ Ընկերուհուս տնից։ Հանգստացար։ Բա հա, հանգստացա։ Բա շուտ ասեիր, ինչի էր այսքան ձգում, հա։ Ուրեմն մյուս անգամ չհամարձակվեց այսպիսի հարցաքննություն կազմակերպել։ Եղավ։ Բարի գիշեր։ Հարց տվեցի։ Հա, լսեցի, մամ ջան։ Ուղղակի հարցիդ պատասխանը տալուց առաջ մի քիչ պետք է մտածեմ, մամ ջան։ Դրան տես։ Բացատրություն է պահանջում։ Չել շուտ մեծացար։ Շուշան։
Չես տեսում այ կնիկ։ Արշակ սիրտս կանգնեց։ Իմ սիրտն էլ կանգնեց, որ արթնացա տեսա կողքս չես։ Դրա համար պիտի գայր վախացնեիր, հա։ Հարցի որ վախացրեցի, ձեն տվեց էլի։ Աստված ջան։ Սիրտս ճաքեց։ Սաղը ջուր բերեմ խմես։ Չէ, չեմ ուզում։ Ավելի լավա գնա քնի։ Բայց ի՞նչ կտորա Շուշան։ Եկա որ պարկեմ քնեմ, հիշեցի որ Անժելի ոտքի տակի շորը չեմ թրջել։ Վերկացա եկա, ասեցի թրջեմ, տանեմ ոտքի տակ գցեմ, որ հանկարծ չվեկանա սրտաճաքանի մեզ։ Տարդիր, թե չէ ես գիշեր որ մի անգամ է վախենաս, սիրտդ հաստատ չի դիմանա։ Խնդում ես, հա։ Խնդա, երկու վախը մի մահա։ Տար, քանի Անժելը իսկականից չի արտացել։ Քնացեր։ Շուշան, վախը սրտում դա եղի, հա, որ Անժելը կարտանա, դրա համար տես վախեցար։ Արշակ ջան, քիչ է, դու պատկերացնում ես, հանգարց Անժելը տենց փակ աչքերով վեր կենալ ու գար մտներ Դավիթի սենյակը, երեխես ոնց կվախենար։ Հաստատ քեզանից շատ չէր վախենա։ Գնա քնի, հա։ Շա։ Չես գալի։ Գալիս եմ գնա։ Ոնց ես։ Կապրեմ էլ եմ։ Աղտդ բերել է, որ կոտրվածք չունես, թե չէ շապատներով ստեղ էիր մնալ։ Ինչ է եղել։ Մտածում եմ ով էր այդ տանասունը։ Խփեց գցեց մի հատ չիչավել տեսնի մեռել եմ թե չէ։ Ինչա մտածում ես գիտեր ում է խփում։ Քո մտքով տես բան չի անցնում։ Չգիտեմ, ես քո գործերից ընդհանրապես տեղյակ չեմ։ Պիտի գտնենք այդ ով ում մեքենան է։ Այս թվում է ինքը գիտեր ես ում։